Առավոտվանից ամենատարբեր խուզարկություններն են տեղի ունենում հայրաքաղաքում։ Ինչ կասեք այս մասով, որն է գործող իշխանության նպատակը։ Ինչ է ցանկանում սրանով ասել։ Տեսեք, լուսահոգի տատս մի լավ խոսք ուներ, ասում էր ջուրն ընկել են, ծերը գցել են փրփուրներից։ Սա հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանությունների թույլ լինելը, հանդուրժող լինելը եւ այսպես աննպատակ ծայրահեղական քայլերի կազմակերպումը։ Իրականում ես քիչ առաջ տեղեկացա, որ օրինակ դաշնակցականների գրասենյակից տարել են համակարգիչներ, որովհետև ընդամենը հանձնաժողովի անդամների անուններն եղել։ Ինչը հասանելի է, ասենք ցանկացած ուժային կառույցի եւ առհասարակ դա բաց տեղեկություն է, կենտրոնական դրական հանձնաժողովը ունի այդ մարդկանց մասին տվյալներ, այսինքն իրենք եթե ինչ-որ բաներ պետք է ճշտել, իրենք կարող էին այդտեղից վերցնել։ Կամ ասենք քաղաքի ամենաակտիվ երիտասարդ լրագրողներից մեկին ձերբակալել տանել հակակոռուպցիոն։ 10 տարեկան տղա, որը ընդամենը մի քանի օր առաջ է դպրոցավարտել։ Այսինքն սրանով իրենք ուզում զուտ վախի մթնոլորտ ստեղծել եւ ընդամենը ընտրություններից 2 օր առաջ բարդություններ, դժվարություններ ստեղծել քաղաքական մրցակիցների գրասենյակներում։ Պարոն Պողոսյան, Սա հերթական անգամ ցույց տվեց կներեք, որ Հայաստանում արդար ընտրություններ Փաշինյանի օրոք հնարավոր չի կազմակերպել։ Պարոն Պողոսյան, առհասարակ Գյումրիում ինչ տրամադրվածություններ են տիրում։ Այս վախի մթնոլորտ, ինչպես ասում են, հա, չուծախ, դուք էլ նշեցիք, այդ վախի մթնոլորտը արդյոք կազդի գյումրեցիների տրամադրությունների վրա, որովհետև տեսնում ենք, որ միշտ գյումրեցիները եղել են պայքարողների առաջին շարքերում կանգնած եւ իրենց խոսքն են, ընդդիմադիր խոսքն են միշտ ասել։ Բայց առհասարակ քաղաքացիների հետ երբ շփվում եք, ինչ տպավորություններ եք ստանում։ Քաղաքացիները միանշանակ այլևս այս շոուներին ծանոթ են եւ եթե տարիներ առաջ նմանատիպ շոուները կարող էին որոշակի վախ կամ զգուշություն առաջացնել, այս դեպքում այլևս ոչ, որովհետեւ իշխանությունը իր ամբողջ համայնքով շագեշտավոր այլևս բացահայտված է եւ մարդիկ գիտեն, որ սրանք ուղղակի այսպես ասած են փոքր իրենցից բան չներկայացնող, այսինքն մարդու վնաս չտվող շներ կան, չէ, որ ուղղակի հաճում են։ Այսինքն մարդիկ հիմա այդպես են վերաբերվում օրվա իշխանություններին։ Իսկ ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ եղած վերաբերմունքին, ես կարող եմ ասել, որ եւ Գյումրիում, եւ Շիրակի մարզում, եւ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում Փաշինյանին գիտակից հայ մասսան այլևս ադում է։ Եթե նույնիսկ նախորդ ընտրություններին մարդիկ փորձում էին ինչ-որ տրամաբանություն գտնել այդ կազմակերպված պատերազմի մեջ, այդ հանձնվողականության մեջ, հիմա արդեն բոլորին էլ պարզվեց է ով է Նիկոլ Փաշինյանը, ինչի համար է 18 թվականին ինքը հայտնվել եւ ինչ պայմաններում է հայտնվել երկրի կառավարման ղեկին եւ բոլորն էլ այսօր հասկանում են այդ մարդը իրենց ուր է տանում։ Եվ կարծում եմ առաջիկա ընտրություններին հանրությունը իր ճիշտ գնահատականը կտա։ Ես չեմ կարող ասել ինչպիսի խախտումներ կլինեն, բայց ես վստահ եմ, որ այդ խախտումները լինելու են, ես վստահ եմ, որ Փաշինյանը հեշտությամբ չէ, որ պետք է իշխանություն փոխանցի, ինքը ամենայն դեպս ոչ այդքան քաղաքական կամք, ոչ այդքան բարոյականություն չունի։ Պարոն Պողոսյան, ավելին, հա։ Ներողություն, լավ, շարունակեք, հարցս կտամ։ Ավելին ինքը իր համար սա ուղղակի քաղաքական պայքար չի, սա իր համար կյանքի կռիվ է տարել։ Գոյաբանական խնդիր։ Այո, ինքը շատ լավ հասկանում է, որ աշխարհում չի գտնվի մի պետություն, որը իրեն երաշխիքներ կտա իր անվտանգության, իր հետագա բարեկեցության համար։ Եվ այստեղ ինքը արդեն թակարդ ընկած գազանի պես փորձելու է ամեն ինչ անել։ Ես նաև մտածում եմ եւ լիահույս եմ, որ մեր իրավապահ համակարգն էլ կանգառնի եւ չի դառնա գործիք եւ կգործի միայն հանուն Հայաստանի Հանրապետության։
Տեսեք, 3 առաջի օրն էլ երկու ուրեմն ծեծի դրվագ տեսանք, Արթիկում մեկը, մյուսն էլ ուրեմն Մասիսում, հա։ Ուրեմն քպականները հարցակվում են, ինձ թույլ կտամ այդ բառն ասել, հարցակվում են քաղաքացիների վրա, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների վրա եւ ծեծի ենթարկում։ Հայ-հոյախառն արտահայտություններով այդ ամեն ինչը շարունակվում։ Հիմա դուք որպես իրավապաշտպան ինչ կարծիք ունեք այս մասով եւ ինչու են լռում ամենատարբեր եվրոպական կառույցները, որովհետև տեսնում ենք նաև, որ նրանք իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Փաշինյանին։ Համենայն դեպս վերջի տարիներին մենք բոլորս հասկացանք մի պարզ ճշմարտություն, որ այդ եվրոպական կառույցների մոտ ամեն կան շատ, այսպես ասած, տարբերակված ստանդարտներ կամ երկակի ստանդարտներ եւ փաստորեն այն ամենը, ինչ իրենք քարոզում են Հայաստանի անկախության ի վեր, մարդու իրավունքների պաշտպանություն, ազատություններ, չգիտեմ, ժողովրդավարություն, դրանք կեղծ փաթեթավորված հակահայկական գործողություններ էին եւ նրանց նպատակն էր երևի թե ծառայել թուրքական իշխանություններին կամ թուրքական շահերին հասկանալի պատճառներով եւ հասկանալի մոտիվացիայով։ Հետևաբար այսօր մենք առհասարակ կարիք չունենք այլևս օգնություն կամ բողոք ուղարկել եվրոպական կառույցներին եւ նրանց խնդրել, որ Հայաստանում տեղի ունեցող այլանդակությունների նկատմամբ որոշակի կարծիք հայտնել։ Չէ, այդ մարդիկ փաստացի ունեին մեկ խնդիր՝ կազմակերպել Հայաստանի Հանրապետության պետականությունը եւ Ադրբեջանին հանձնել փաթեթավորված գեղեցիկ ձևով Արցախի Հանրապետությունը։ Հետևաբար մեր հասարակությունը պետք է իր ուշադրությունը շեղի այդ եվրոպական գեղեցիկ կառույցներից եւ կենտրոնանա մեկ հարցի շուրջ՝ հնարավորինս փրկել Հայաստանի Հանրապետության պետականությունը եւ թույլ չտալ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դարձնեն եվրոպական անդեմ ինչ-որ մի բնակավայր, կամ ինչպես ասում են Նիկոլ Փաշինյանը, խաչմերուկ։ Ինքներս պետք է պայքարենք, կներեք, մենք ինքներս պետք է պայքարենք մեր պետության շահերի համար։ Շատ լավ։ Պարոն Պողոսյան, ի վերջո Փաշինյանին կհաջողվի այդ վախի մթնոլորտը տարածել ամբողջ հանրապետության վրա եւ մասնավորապես Գյումրու վրա, եւ քաղաքացիները որպեսզի չգնան եւ ընտրություններին չմասնակցեն կամ հուսահատվեն։ Գիտեք, ես չեմ կարող այս պահին կանխագուշակել Փաշինյանի գործողությունների տրամաբանությունը, որովհետև այդ մարդը կարմիր գծեր չունի։ Հետևաբար ինքը ամեն ինչի ընդունակ է։ Բայց հանրությունը կարծում եմ այլևս չի վախենա, որովհետև այս ընթացքում ինքը ամեն ինչ արեց եւ եթե կային ինչ-որ երևույթներ, որոնք հանրության համար ժամանակին անհասկանալի են եւ դա կարող էր բերել որոշակի վախի կամ որոշակի անհանգստության, այլևս հանրությունը այդ ամեն ինչի սովորել է եւ չգիտեմ, սա ինչպես այ օրինակ երեք ուժեղ Հայաստանում հանրահավաքի ժամանակ նշվեց, սա ոչ թե ընտրություններ լինելու, սա լինելու է հանրաքվե անկախության պետականության եւ թերքասման միջեւ։ Շատ լավ։ Այդ առումով ես վստահ եմ, որ մենք մեր հանրությունը կընտրի անկախությունը եւ պետականությունը։